Միկրոֆոնը միացրեք։ Արման Թաթոյանին եմ ուղղում, Արման Թաթոյանը գալիս է արդարությունը, գալիս է կարգախոսով, ուզում հասկանամ ինչպես կարող է մարդը լինել Սերժ Սարգսյանի մաֆիական ռեժիմի մաս, լինել իր օրոք մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ արդարադատության փոխնախարար, եւ այստեղ խոսվեց հաց-բերողի մասին, դրանից առաջ շատ ավելի էական իրողություններ են տեղի ունեցել Ավետիսյանների սպանության ժամանակ գյումրեցիները ուղղակի արդարություն էին աղերսում, իսկ դրանից առաջ Ռուսաստանում Հրաչյա Հարությունյանին կանացի հագուստով բերում էին ու խայտարակում էին մեր պետությունը ու պետությունը անարձագանք էր թողում այդ իրողությունները, ել չասած դրանից առաջ քաղաքական հետապնդումները, սպանությունները, բանտարկությունները, որտեղ դուք Մեկ րոպե, պարոն Թաթոյան։ Հետաքրքիր է, որ Արման Բաբաջանյանը նույն իշխանության չնայած իմ համար տարբերություն չկա, Արման Բաբաջանյանը նույն իշխանության թևի մարդն է, ՔՊ թե իմ համար տարբերություն չկա, նույն խոսույթն է օգտագործում ու շատ տարօրինակ է։ Մի րոպե, չընդհատեք։ Ասեք թող չընդհատի։ Մյուս անգամ չընդհատեք։ Հարգենք իրար։ Դուք արձագանքելու իրավունք ունենաք։ Լսենք մեկ րոպե, հետո դուք արձագանքեք։ Խնդրեմ, պարոն Թաթոյան։ Երբ ես խոսում եմ, մյուս անգամ ինձ չընդհատեք։ Մեկ, երկրորդը, այդ շատ տարօրինակ է, որ օրինակ Ադրբեջանի ներկայացուցիչ, երբ որ իշխանությունը կարա հանդես գա, պահանջները կատարի, ոչ մի բան այստեղ չի ասվում։ Նույն հենց Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդը, եւ ակնհայտ իմանալով, որ դուք կեղծիք եք տարածում։ Երկրորդը, հացբերողի հետ կապված նորից եմ ես ասում։ Ես շատ ցավում եմ, որ մահ ա եղել, բայց դուք պետք է իմանաք ումից ինչ եք ակնկալում։ Ես բացարձակ ամեն ինչ կատարել եմ, ամեն ինչ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատվության շրջանակում։ Բոլորը դրա չընդհատեք մյուս անգամ։ Եվ բոլորը դրա մասին գիտեն, Ավետիսյանների, մյուսների գործով ես չեմ եղել մարդու իրավունքների պաշտպան, լավ կլիներ գնայիք նայեիք օրենսդրությունը։ Եվս մի հարց կա կներեք պատասխանեմ ռուսական այդ ֆինանսավորման, դա բացարձակ կեղծիք է, այդ հարցը բարձրացվեց, բացարձակ Նիկոլ Փաշինյանը բացարձակ կեղծիք է դա, որ տարածում են կեղծ կասկածելի կայքերից, որ մտնում նայում ես ընդհանրապես արհեստական բանականությամբ ու Ես կարծում եմ, որ որպես մարդու իրավունքների պաշտպան դուք կգնայիք կանգնեիք, մնայիք այդ խցում Արթուր Սարգսյանի, մինչև որ կյանքը կարողանայիք փրկել, դուք եք սպանել Արթուր Սարգսյանին, դուք եք կորդորում, որ չընդհատի։ Իսկ դոսիեի մասով, այստեղ խոսվեց, որ Թաթոյանը Եվրոպա 1-ը, Լռեք, որ լսենք, պարոն Թաթոյան։ Ռուսաստանի համար դոսիեի բացահայտումը դրա ապացույցն է, որ Կրեմլի պահուստային թեկնածուն է, այն ուրեմն Վակխանալիայի, որի մաս են կազմում ուժեղ Հայաստանը, այսպես Հայաստան դաշինքը, Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, այս տրիո չի իրականում, իրանք բոլորը մակաբույծներ են, իրար ձագերով, իրար բարերը էսի չա օգտագործում։ Անջատեք Արման Բաբաջան, չի կարելի վիրավորել, 100 անգամ ասել։ Իմ տեղը մի խոսացեք, ես ասում եմ դա, պարոն Թաթոյան։ Ես ասում եմ։ Ձայնի բարձրացրեք։ Ես չեմ բարձրացնում, դուք իմ տեղն եք խոսում, նրանք ստեղ անջատեք, չի կարելի վիրավորել, 1000 անգամ խնդրեցիք։ Կիրառեք, դա չի ազդում։ Այլ սանկցիա կա։ Պարոն Բաղդասարյան, եկեք չմեկնաբանենք եւ ժամանակը չծախսենք ձեր հարցերի վրա։ Վիրավորանքներ։ Պարոն Թաթոյանը հիմա խոսում է, խնդրեմ։ Պարոն Սարգսյան, դուք ինչ-որ բան եք ասելու, թե չէ։ Ինչ առումով։ Մի րոպե, ես պատասխանեմ նոր, էլի Խնդրեմ, շարունակեք։ Ներեցեք, պատասխանեմ, շնորհակալություն։ Ուրեմն մեկ ընդմիշտ այս հարցը փակելու համար, այս վակխանալիա, այս տերմինոլոգիան էս կեղտոտ, որ օգտագործում է անընդհատ։ Խոսքը ուրեմն Միխայիլ Խադարկովսկու մեկ էլ արհեստական բանականությամբ ստեղծված կասկածելի ծագման աղբյուրների կայքերի մասին է։ Մեկ, որի համար հələ պատասխան են տալու այս տարածողները, եւ երկրորդը վակխանալիա, իշխանական վակխանալիայի մեջ եղած կուսակցությունը իրավունք չունի մեղադրել մեկի, ով երբեք ընտրական process-ի էլ հիմա այո արդարությունը գալիս է մեր երկրում վերականգնելու ու մյուս անգամ չփորձեք ինձ ասել սուտ խոսում ընդհատեք այս մարդուն կանոնները պահեք այլ արտահայտվողներ կան պարոնայք այո եւ հասն այն է որ հացբերողի հետ կապված կեղծ փորձաքննություն է արվել եւ դրա հետ կապված քրեական գործ եւ դատավարություն կա եւ նշված անձը այդ ժամանակաշրջանում եղել է արդարադատության նախարարի տեղակալ, որը պատասխանատու է այդ թվում փորձաքննությունների համար եւ եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ հետեւական չի եղել։ Այս նույն մարդը կեղծ տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանում ադրբեջանցիների վերադարձի համար ID քարտեր են բաժանում, այս նույն մարդն է բաժանել եւ պարզ է, որ քաղաքացիական հասարակության բացահայտումներին, որ ավելի քան տասնյակ
թիվը չեմ հիշում, գրասենյակներ ըստ էության ստվերային ֆինանսավորման արդյունքում է եւ այսօր էլ բացահայտվել է, թե ինչպես են օտարերկրում ասում, որ իրեն պահում են որպես երրորդ երկրի եվրոպամետ տեխնացու։ Այդ ամեն ինչին չի պարզաբանել, հասկանալի է, արձագանքեք։ Կեղծիքների տարածման առանցքային աղբյուրը Հայաստանի Հանրապետությունում։ Նախ ես գիտեի, որ ակնկալում էի, որ այսպես լարված է լինելու, ես Վարերյանը եմ Եկեք հանդստացնող։ Չեղավ, բացատրում։ Մի րոպե, այստեղ մի հատ հարց է առաջանում։ Նախ պարոն Փաշինյան, ձեռը մյուս անգամ, Եթե ջուր չունեք, կարամ տամ, որ ձեռքը ձերի մյուս անգամ ին վրա այտենց չտնկեք։ Հիմա դուք մատուն վրա եք։ Դուք եք ձեռքով խոսում։ Շատ լավ, հիմա ես ներեցեք, հիմա ես թույլ տվեք, խնդրում եմ Հանգես Վալերյան, Շատ լավ։ Վերջ, պարոն Փաշինյան, վերջ։ Տվեք այդ Վալերյանական ես խմեմ։ Շատ լավ։ Հիմա թույլ տվեք ես անդրադառնամ։ Ինձ մոտ ես խմեմ։ Թույլ տվեք ես անդրադառնամ, մի րոպե։ Առաջինը, այդ կեղծ աղբյուրներից, որ տարածում է ինֆորմացիան, ուրեմն հələ տարածողները ենթարկվելու են պատասխանատվության, այդ տարածողը հենց ԿՊ-ի նույն անդամը իմ համար, երկրորդը ես Արտուր Սարգսյանի ժամանակ ոչ եղել եմ արդարության նախարարի տեղակալ եւ այո, ես ամեն ինչ արել եմ, դուք եք հիշում, դուք շատ լավ գերբեք, դիտավորյալ մոռացության եք տալիս, ոնց էիք ինձ զանգում, խնդրում, երբ մենք ամեն օր գնում էինք ինֆորմացիա իրավունքները պաշտպանելու, ինչ ինֆորմացիա տանք, որ դուք հայտարարություններ անեք ձեր համար։ Իսկ ես բացարձակ ամեն ինչ արել եմ, բացարձակ ամեն ինչ արել եմ։ Պարոնակ, մի գոր գրացեք, չի լսում։ Պարոն Թաթյան, հասկացանք։ Նարեկ Կարապետյան, խնդրեմ։ Բայց ես ինձ Հետո դες, ինքն էլ